իսկ ժողովրդի սոցիալական վիճակը գնալով վատացավ, ահա որ սոցիալական վիճակը հիմա ժողովրդի մոտ եւ այդ տեսակ արհամարական խոսել ժողովրդի մասին, թոշակառուն ինչ պետք է անի այդ փողը բան եւ այլն, ամեն մարդ ինքն է որոշում իր աշխատած գումարը ինչ անի եւ թոշակառունների գումարը դա վաստակած գումար է, թոշակառուն նոր չպետք է վաստակի այդ գումարը, բայց այնինչ տրամադրվում է արդյոք երիկում է դա։ Իհարկե ոչ, դա ծիծաղելի է եւ ամոթ է, որ այդ կարգի թոշակա վճարվում, այդ ոնց է աշխատավարձները անընդհատ բարձրացնում են, պարգևավճարներ են ստանում, այդ թոշակառուներին էլ տվեք պարգևավճար, այդ մարդիկ իրենց ամբողջ կյանքը աշխատել են եւ հիմա ասում եք այդ տարիքից նորից բան արեք, այդ տարիքը դրա համար չի։ Եթե մի քիչ ֆիզիոլոգիայից հասկանան, կհասկանան, որ 63 տարեկանում նոր չեն սկսում ինչ-որ բան անել։ Այդ ժամանակ ուղղակի վայելում են, ամբողջ աշխարհի մարդկությունը այդ է անում։ Ամբողջ կյանքում մարդիկ աշխատում են, վաստակում են ինչ-որ գումար, որպեսզի իրանց թոշակի ժամանակ մարդավայել ապրեն։ Այսօր մեր թոշակառուների վիճակը ի՞նչ է։ Նույնիսկ այն նվազագույն զամբյուղը չեն կարողանում ապահովել։ Ընդհանրապես Հայաստանի Հանրապետությունը պետք է թոշակառուները շատ լավ ապրեն, պետք է շատ լավ ապրեն երեխաները եւ շատ լավ ապրեն թոշակառուները։ Այսինքն պետության խնդիրը այդ երկու բևեռներում եղած մարդկանց համար 100%-անոց երաշխիք ունենալն է, ստեղծելն է։ Այսինքն եւ երեխաները, որոնք անպաշտպան են, իրանց համար ամեն ինչ պետք է ստեղծվի պետականորեն, եւ թոշակառուները, որոնք նույնիսկ իրանց պարագայում էլ արդեն անպաշտպան են, իրանց համար պետք է ստեղծվի այդ վիճակը, որ իրանք լավ ապրեն, ոչ մի խնդիր չունենան, թե բժշկության հետ կապված, թե սնվելու հետ կապված, թե հանգստանալու հետ կապված, ամեն ինչ պետք է լուծվի, լավ պետությունը այդ է, ոչ թե լավ պետությունն է, որ երեխաների եղածը կտրի, թոշակառուների եղածը կտրի, տանի տա իր չինովնիկներին կամ իր կուսակցական չինովնիկներին